Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում տեղի ունեցավ անսպասելի շրջադարձ։ Հենց այն պահին, երբ Նարինեն վերջապես խելքը գլուխներ հավաքել, ցանկանում էր մի նորմալ քայլ անել վերջին 25 տարվա ընթացքում ու Դիանային ուղարկել բանտ, պարզվում է Դիանան հղի է։ Ու այդ մասին առաջինն իմանում է հենց Նարինեն։ Բժշկուհին նրան ասում է, որ նույնիսկ Դիանան դեռևս չգիտի այդ մասին։ Նարինեն մտնում է սենյակ, որտեղ նստած է Դիանան ու կարծես սպասում է իր վճռին և ասում է նորության մասին։ Դիանան չի հավատում իր լսածին, որ իր հետ կարող էր նման բան պատահել։ Նա ամբողջ կյանքում երազել է բալիկ ունենալու մասին և այսքան տարի անց իրականացել է նրա երազանքը, բայց այսքան վճռական ու ծանր պահի։ Դիանան սկզբում ասում է, որ ինքը պատրաստ չէ նման քայլի, որ երեխան արժանի չէ մեծանալ այն միջավայրում, որում պետք է մեծանա, բայց Նարինեն նրան հասկացնում է, որ սա Աստծո կողմից պարգև է, որից հրաժարվելը կլինի մեծագույն հանցանք։ Դիանան կարծես սթափվում է, ուշքի է գալիս և հասկանում, թե ինչ մեծահոգի մարդ է Նարինեն։ Դիանան վերադառնում է տուն և հասկանում, որ եկել է սխալներն ուղղելու ժամանակը ու սկսում է իր հարազատ եղբորից։ Նա զանգում է Սառային և կանչում իր տուն։ Սառան այդ պահին Նարինեի կողքին է և Նարինեն միանգամից հասկանում է Դիանայի նպատակները։ Մի խոսքով, Սառան գալիս է Դիանայի տուն և մտնում է ու հույս հայտնում, որ սա Դիանայի հերթական ծուղակը չէ։ Դիանան էլ պատասխանում է, որ ինքը նրան կանչել է գոռի մասին խոսելու։ Ասում է, որ ինքը փչացրել է ամեն բան և ինքն էլ կուղղի իր սխալը։ Նա Սառային ասում է, որ գոռը սիրում է ու տանջվում։ Խնդրում է, որ ների իրեն էլ, գոռին էլ ու երկրորդ հնարավորություն տա նրան։ Սառան իր ասելիքը ասում է Դիանային ու հեռանում նրա տանից, բայց սկսում է մտածել այդ ուղղությամբ և որոշում է կայացնում գնալ ու հաշտվել գոռի հետ։ Իմանալով, որ գոռը Վահեի տանն է, նա գնում է այնտեղ ու պատահաբար լսում գոռի, Արամի և այն հանցագործի խոսակցությունը, ավելի ճիշտ թեժ վիճաբանությունը, որտեղ գոռն ու Արամը այդ տղամարդուն ասում են, որ այս տանը փող չկա, թող ու հեռացիր։ Ռեբեկան էլ իբր ամեն ինչ շատ լավ է, հիմա էլ որոշել է պապիկին ասի, որ Արմանին ազատի աշխատանքից։ Սարոյանը սակայն հիմա այլ հարցերով է խառը։ Նա շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած, որի մասին սակայն ոչ ոք չգիտի։ Հարգելի հետևորդներ, արդյոք Դիանան վերջապես հասկացել է իր սխալը ու իրոք ցանկանում է փոխել իրավիճակը, թե այս ամենը պարզապես խաղ է, գրեք մեկնաբանություն։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրս կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ գոռն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը և այստեղ եմ զգեստա փոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառային ընջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ-որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սառան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սառայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։
դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս եռացրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, sense վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է։